Պարոն Խուդոյան, ինչ փաստական տվյալներով եք հիմնավորում, որ ջուլելու մասին ՕՀՄ ներկայացված ապացույցը կեղծված է, կնցականայի այս մասով մի փոքր մանրամասն ասեիք։ Օգոստոսին իմեջում հրապարակել էի բոլոր դետալներով, որ ձայնագրությունը, որ ստացել ենք գործի նյութերի հետ, ուրիշ տեքստ է, իսկ դերասանությունը ուրիշ տեքստ է։ Իրական դեպից հատվածներ են կտրել եւ կպցրել իրար, տպավորություն ստեղծելով, որ կոնկրետ մի քանի նախադասություն է, որ գրելու մասին է, վերաբերում է նախորդ խոսակցությանը, բայց դրա արանքում շատ տարբեր քննարկումներ են տեղի ունեցել, ու մեր հրապարակած տվյալների դերևում է, որ արդեն այդ խոսակցությունը տեսական քննարկում է, ոչ թե պլանավորում։ Իսկ դատարանում ձեր այս դիտարկումները ընդունում են, քննվում է այս ձեր տեսակետը, որ կեղծվել են ձայնագրությունների մի մասը։ Դատավորը անհաղորդ է այդ կեղծիքներին, տենց նշ չի, որ դե համար նորությունավորս գործը հիմար գործ է, բայց պրոցեսը անցակացնում, իսկ դատախազների մոտ որոշակի էվալյուցիա տեղի ունեցավ, եթե առաջի դատական նիստերին իրանք պնդում են, որ ոչ մի կեղծ բան չկա, երկու նիստ առաջ ասացին, որ չեն բացառում, որ կարող է պաշտպանների ասածը ճիշտ է, բայց եկեք հետազոտենք նոր հասկանանք, թե դա նորմալ պատճառաբանություն չի, որտեղ իրենց դրած ապացույցները իրանք առանց հետազոտելու պետք է հասկանան, դա տենց է, թե տենց չի, ու ակնհայտ է, որ տենց է, որտեղ եւ ձայնագրությունն հրապարակել եւ իրենց մշակած տեքստերը, էլի, ցանկացած մարդ կարող է իրար կողք կապում տեսնի, որ կեղծված է։ ԿԿ նախկին քննիչ Մնոյանի որ գործողություններն եք դիտարկում որպես ապացույց կեղծելու հանցակազմ։ Հետևյալ բանն է, ԱԾ-ի աշխատողը այդ ձայնագրությունը լսել է, իր տեքստը բանարել, սաղադրել է, հենց կեղծիք անելով եւ ասել է, որ սա ճիշտ տեքստ է։ Դրանից հետո քննիչը վերցրել է այդ սաղադրությունը, վերցրել է ձայնագրությունը։ Ինքը արտանագրությունն է ծածմել քննչական գործողության, իբրև թե ինքը դա լսել է, ամեն մտել է իր հետ, ինքը վերահաստատում է, որ սրանք համապատասխանում են իրար։ Այսինքն մի հատ է եղել որպես օպերատիվ գործողության բան, մի հատ է որպես քննչական գործողության արտանագրություն։ Այդ արտահայտներն էլ արդեն այդ կեղծված ապացույցը իմանալով որ կեղծ է, ուզեցել են օգտագործել, միջնորդել են դատարանին, ընդունել որպես մեղադրանքի ապացույց։ Ինչպես տեսանք, մեկ օր առաջ 6 եպիսկոպոսների եւ 1 քահանայի կանչեցին հացաքննության եւ իրենց երկրից դուրս գալու վերաբերյալ արգելք դրեցին, սա ինչ համատեքստում է կապում իրար, այսինքն ամեն գնով փորձում են խոչընդոտել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին, ինչպես նաեւ սրբազանները, ովքեր բանտում են, նույնպես չեն կարող ժողովին մասնակցել, որ կարեւոր է իրենց դերը այս ամենին։ Այդ չափազանց պարզ էր, որ սցենարն էր լրիվ կանխատեսելի, որ սենց են անելու, բայց որ շատ խորանանք իրականում անհասկանալի է ինչ են տանջվում, որովհետև ենթադրվում էր, որ այդ ժողովի արդյունքներով ստիլադաղ եպիսկոպոսներին կարգալույծ են անելու, դրա համար են խառնված իրանց, որ այդ ժողովը տեղի չունենա։ Ինչտեղ ժողովի առկայությունը ընդհանրապես ոնց որ խորհրդատվական կարծիք ունենալու կաթողիկոսը բացարձակ հայեցողություն այդ առումով, տեսանք, որ այդ հայեցողությամբ Արման Սարոյանին կարգալույծ արեցին, այսինքն նույնիսկ ժողովի անցկացման անհրաժեշտությունն որ խորանանք չկա, կարող են միանգամից այդ հարցը լուծել։ Պայքարում են մի բանի դեմ, բայց պայքարում են այն գործիքով, այսինքն գործը հարուցվել այդ կարգալույծության փաստի շուրջ, բայց ի սկզբանե իրենք այս process-ը սկսել են, որպեսզի թույլ չտային, որ ինչ որ մեկը իրենց այդ կողմանցածներից կարգալույծ լինի։ Այսօր որ պայն կաթողիկոսը ուզենա, նշանակել կարող անի եւ եպիսկոպոսներին եւ քահանաներին, ովքեր անցնում այդ ճամբար։ Մենք խոչընդոտ չի առնվազն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներով են կարողանալու այդ քննարկումներն անցկացնել։ Հա, on-line տարբերակը այսինքն կարող են ամեն դեպքում դիտարկել։ Հա, մենք չի որ ինչ որ միտեղ միջնադարում արգելել են համացանցով ժողով անել, իրենց որոշելիքները ինչ կարգ են սահմանում։ Պարոն Խուդոյան, բայց դուք անհամաձայնություն, հակասություն չեք տեսնում իրենց քայլերում, երբ որ ասում են մենք չենք ընդունում վեհապարին իր կայացած որոշումները, նաում կարգալույծ կանի, մենք չենք ընդունում, բայց միևնույն ժամանակ խոչընդոտում են հենց նույն խմբին, որպեսզի գնան Ավստրիայում եւ ժողով իրականացնեն։ Այս ապուշ իրավագիտությունը իրանց մոտ միշտ տենց է աշխատում, էլի։ Մի բան ասում են, բայց դա հակառակն է բան ցույց տալիս, իմանում եք խնդիրը ունենք 23 թվականի, երբ որ որոշեցին որ արցախցիները քաղաքացի չեն, բայց մեկ էլ հարց առաջացավ ոնց ալում, որ ձեր գլխավոր շտաբի պետական անվտանգության խորհրդի նախագահը Արցախի պահանջներ ունի, բայց դեռ պետական բարձր պաշտոն զբաղեցնում։ Ու մի հատ տենց իմալ որոշման պատճառով 2 տարի անընդմեջ ապուշ որոշումների ինչ որ հաջորդականություն է գալիս էլի։ Նույնը այս դեպքում
Աստորեն ստացվում է, որ ինքն ինչ որ այս գործը հարուցել է, առնվազն էլի որպես իրավական ակտ, արձանագրել է, որ կաթողիկոս ուներ լիազորություն, այդ լիազորության իրականացմամբ բանարեց խոչընդոտեց իրենց դատական ակտի կատարմանը։ Ասում են իրավաբանությունը օգտագործել նենց ոնց որ դա չի կարելի օգտագործել։ Դրա տրամաբանությունը խաթարվում է ու սկսում է ասես տրամաբանական քիքսերի ու ակասությունների շարք։